փոքր ժամանակ մինչև 10-րդ դասանը ներառյալ երազում էի դառնալ ռազմական օդաչու։ Հետո հայրս, ուրեմն դա կապված էր նրա հետ, որ իմ մայրը Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքից է, որտեղ կար ռազմական հայտնի ակադեմիա, եւ ես ուզում էի այդտեղ ընդունվել, հետագայում հայրս ինձ ուղղակի արգելեց այդտեղ գնալ, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն, եւ այդպես փաստորեն պատահականության արդյունքում ես ընդունվել եմ ժամանակին պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը, դարձել եմ էլեկտրոնային հաշիվ մեքենաների մասնագետ, իսկ հետագայում մասնագիտացել եմ իմ ներկայիս մասնագիտական ուղղությամբ, այսինքն միկրոէլեկտրոնիկայի կամ ավելի ճիշտ ինտեգրալ սխեմաների նախագծման եւ դրան առնչվող բոլոր հարցերի շուրջ։ Ինտեգրալ սխեմաների բնագավառը բավական հետաքրքիր եւ շատ առանձնահատուկ բնագավառ է, շատ առումներով, ուրեմն նախ այդ բնագավառը ինձանից 2 տարի ավելի փոքր է տարիքով, ուրեմն առաջին ինտեգրալ սխեման ստեղծվել է 1958 թվականին եւ ինքը պարունակել է ընդամենը 3 բաղադրիչներ, որոնք կոչվում են տրանզիստորներ, եւ դա այդ բնագավառի ամենակարևոր առանձնահատկությունը նա է, որ չկա որևէ բնագավառ, որը կարող է համեմատվել այդ բնագավառի հետ իր զարգացման տեմպերով։ Ուրեմն որպեսզի հասկանալի լինի, 58 թվականին ստեղծված առաջին ինտեգրալ սխեման պարունակում էր 3 բաղադրիչ, 3 տրանզիստոր, այսօր արդեն ինտեգրալ սխեմա կա, որը պարունակում է 3.6 տրիլիոն տրանզիստորներ։ Այսինքն ընդամենը 68 տարում տարերի քանակը ավելացել է ոչ ավել, ոչ պակաս 1 միլիարդից ավել անգամ։ Ուրիշ այդպիսի բնագավառ չկա, որտեղ զարգացման տեմպերը այդպիսին են, ուրեմն դա վերաբերում է ոչ միայն տարերի քանակին, դա վերաբերվում է նաև արագագործությանը, այսինքն եթե համեմատենք առաջին ինտեգրալ սխեմայի աշխատանքի արագագործությունը եւ այսօրվա դրանք համեմատելի չեն, այդ բնագավառը շատ հետաքրքիր է նաև դրանով, որ շատ արագ է փոփոխվում, քանի որ ինքը շատ արագ է փոփոխվում, այդտեղ գիտելիքները նույնպես շատ արագ հնանում են, եւ այդ բնագավառի մասնագետները պետք է անընդհատ աշխատեն այդ բնագավառում, հակառակ դեպքում իրանք ինչքան էլ լավ մասնագետներ լինեն, իրենց գիտելիքները շատ արագ կհնանան։ Մեր բնագավառի մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդտեղ գիտելիքներ ստանալու համար պետք են չափազանց թանկարժեք սարքավորումներ եւ ծրագրային գործիքներ։ Այդ պատճառով որոշեցին ստեղծել հատուկ կրթական մոդել բու ընկերություն համագործակցության, որի էությունը կայանում է նրանում, որ ուսանողները առաջին ուսումնառության առաջին 2 տարիներին ընդհանուր կրթական առարկաները ուսուցանում են համալսարանում, որից հետո, երբ որ սկսվում է նրանց մասնագիտացումը 3-րդ կուրսից բակալավրատի եւ հետագայում բակալավրատի վերջին տարիներին, ինչպես նաեւ մագիստրատուսական ուսուցման ժամանակ այդ ուսուցումը իրականացվում է համատեղ ընկերության եւ համալսարանի մի կողմից։ Դպրոցում ես շատ սիրում եմ մաթեմատիկան եւ ունեցել եմ լեգենդար ուսուցիչ Սամսոն Դաղբաշյանը, որը Հայաստանի պատմության մեջ միակ ուսուցիչն էր, որը կրում էր սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում եւ միակ ուսուցիչն էր, որը կրում էր ՍՍՄ ժողովրդական ուսուցչի կոչում, ովքեր եղել են նրա աշակերտները, աշակերտը բոլորը հասկանում են, թե ում մասին է խոսքը։ Ես իմիջիայլոց եղել եմ, ասում են, նրա լավագույն աշակերտներից մեկը եւ հանդիսացել եմ Հայաստանի պատմության մեջ միակ աշակերտը, որը մաթեմատիկայի հանրապետական համամիութենական օլիմպիադայում գրավել է 2-րդ տեղը։ Եվ քանի որ ես այդ տարիներին շատ լավ տիրապետում էի տարրական մաթեմատիկային եւ բացվել էր կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որը շատ մեծ այդպես մասսայականություն էր վայելում, ես որոշել էի գնալ այդտեղ, բայց քանի որ կար մարդ, որը ուզում էր անպայման իմ հետ զուգահեռ սովորել, ու ավելի շատ անձնական հարցերը չեմ ուզում բացել, եւ ինքը նույնպես դիմել էր այդտեղ, ես ուրեմն վերջին օրը գործերի տալու
գնացել եմ եւ գործերը վերցրել եմ եւ եկել եմ պոլիտեխնիկական համալսարան եւ փորձել եմ դիմել դրան ամենամոտ մասնագիտությունը, որը էլեկտրոնային հաշիչ մեքենաներն էր, եւ այդպես դարձել եմ էլեկտրոնային հաշիչ մեքենաների մասնագետ։ Հետագայում հասկացել եմ, որ էլեկտրոնային հաշիչ մեքենաները, այսինքն կոմպյուտերները, ունեն երկու սերտ իրար հետ փոխկապակցված մասեր, որոնց տարանջատել նույնիսկ ճիշտ չի, դրանք սարքային ապահովումն է, այսինքն էլեկտրոնային սարքերն են եւ ծրագրային ապահովումը, իմիջիայլոց ես երկուսին էլ տիրապետում եմ, ասում են բավական լավ, բայց որոշեցի ավելի շատ մասնագիտանալ սարքային ապահովման ուղղությամբ, այսինքն զբաղվել էլեկտրոնիկայով եւ միկրոէլեկտրոնիկայով, որից հետո բնականաբար ունեցել եմ ինչ-որ ձեռքբերումներ, գիտական եւ այլն, եւ երբ որ 2001 թվականին Leda Systems ընկերությունը որոշեց պոլիտեխնիկական համալսարանից սկսել այդպիսի կրթական ծրագիր, որի մասին ես ասեցի, ուրեմն նրանց ընտրությունը կանգնել էր իմ վրա, այդ ծրագիրը ղեկավարելու առումով, անկեղծ ասած սկզբից ես դիմադրում էի, բոլորը դա գիտեն, որից հետո համաձայնվել եմ եւ չեմ փոշմանել, այդ ծրագիրը հենց առաջի տարիներից ունեցավ բավական մեծ հաջողություններ, որից հետո տարբեր համալսարաններ ցանկություն հայտնեցին նմանատիպ կրթական ծրագիր իրագործել իրենց մոտ։ 2005 թվականին այդպիսի ցանկություն հայտնեց Երևանի պետական համալսարանը եւ մենք սկսեցինք այդպիսի ծրագիր 2010 թվականին ռուս-հայկական սլավոնական համալսարանը հայտնեց այդպիսի ցանկություն, ստեղծվեց ամբիոն միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի եւ մենք այդ ծրագիրը սկսեցինք նաեւ սլավոնական համալսարանում։ Ռուս-հայկական համալսարանում մենք իրագործում ենք 3 կրթական ծրագրերը, բակալավրի ծրագիրը, մագիստրոսի եւ ճարտարագետ հետազոտողի, այսինքն ասպիրանտական, իրագործում ենք բակալավրատում մասնագիտությունը կոչվում է էլեկտրոնային սարքավորումների կոնստրուկտավորում եւ տեխնոլոգիա, մագիստրոսական մասնագիտությունը կոչվում է միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր, իսկ ասպիրանտուրայում մասնագիտությունը կոչվում է միկրո, նանո եւ էլեկտրոնիկա, ուրեմն մենք մեր բոլոր շրջանավարտները բոլոր տարիների ընդունվել են աշխատանքի կամ մեր ընկերությունում կամ բնակավարի առաջատար ընկերություններում, ինչպիսիք են Cisco-ն, Siemens, Tegits, Mentor Graphics-ը, Sonix, AMD եւ այլ ընկերություններ, այսինքն աշխատանքի ընդունվելու արդյունքը 100% է, որը վկայում է մեր կրթության որակի մասին, ուրեմն շրջանավարտների 77%-ը ընդունվել են աշխատանքի Synopsys Armenia ընկերությունում, իսկ մնացած 23%-ը ընդունվել են իմ թվարկած ընկերության առաջատար այլ ընկերություններում։ Ուրեմն այդ տարիներին պատրաստել ենք նաև ասպիրանտներ, ուրեմն ասպիրանտների պաշտպանության տոկոսը նույնպես 100% է, որը այսինքն բոլորը ժամանակին պաշտպանել են տեխնացուական ատենախոսություն, ուրեմն բոլորը ղեկավարել եմ ես, կներեք անհամեստության համար եւ հանդիսանում եմ Հայաստանի բացարձակ ռեկորդակիրը բոլոր ասպարեզներում պաշտպանած գիտության տեխնացուներով, ուրեմն 90 գիտության տեխնացու են պատրաստել, փետրվարի 25 պաշտպանի 91-րդը, ուրեմն շատերը զարմանում են, թե ինչպես է դա լինում, պատասխանը նա է, որ իմ ամբողջ կյանքի ընթացքում քնել եմ օրը 4-5 ժամ, մնացած ամբողջ ընթացքում աշխատել եմ, ուրիշ բացատրություն չկա։ Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ սկզբից գտնվում են հավասար պայմաններում, գեները նույնպես ունեն իրենց դերը, կարծում եմ, որ այն միջավայրը, որ մարդիկ զարգանում են, բնականաբար մեծ հետք է թողում մարդու վրա, ուրեմն ինչ որ վերաբերում է մեր բնակավարին, հայտնի է, որ Խորհրդային Միությունում իրականացվում էր մասնագիտացում, ըստ մասնագիտացումների տարբեր տարածաշրջաններ
զարգանում էին տարբեր ուղղություններով եւ Հայաստանը զարգանում էր հատկապես կոմպյուտերների մշակման, արտադրման, ինչպես նաեւ էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի ուղղությամբ հայտնի է, որ Հայաստանում տեղակայված էին շատ հայտնի ընկերություններ, այսինքն կային ավանդույթներ, ճիշտ է խորհրդային միության փլուզումից հետո որոշ լավ մասնագետներ հայտնի պատճառներով լքեցին մեր երկիրը, բայց ավանդույթը մնում է ավանդույթ եւ պատճառներից մեկը, որ սինոպսիսը մտավ Հայաստան, իհարկե տարբեր պատճառներ կային, պատճառներից մեկը նաեւ նա էր, որ նրանք գիտեին, որ Հայաստանում կան այդ ուղղությամբ ավանդույթներ, կան մասնագետներ եւ այդ մասնագետների ներուժը հնարավոր է օգտագործել, ինչը նրանք իրականացրեցին հաջողությամբ։ Մյուս առանձնահատկությունը կարևորն է, որ առաջին հատկանիշը այդ տեսական գիտելիքների եւ կիրառական հմտությունների զուգակցումն է։ Երկրորդը, ինչպես ես ասեցի, ուրեմն հմտությունն է անդադ գիտելիքները թարմացնելու։ Ուրեմն երրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ինտեգրալ սխեմաների արտադրությունը չափազանց թանկ process է, չափազանց թանկ։ Եվ եթե այլ բնագավառի նախագծողները իրավունք ունեն սխալվելու, մեր բնագավառի նախագծողները իրավունք չունեն սխալվելու։ Այդ իրավիճակը ունի իր լուծումը, ուրեմն ստեղծվում են մոդելավորման ծրագրեր, որոնք մինչև ինտեգրալ սխեմայի արտադրությունը ցույց են տալիս, թե ինչպես այդ սխեման կաշխատի, եթե մենք այն արտադրենք։ Որակյալ է այն նախագծողը, որը թույլ է տալիս քիչ սխալներ եւ թույլ է տալիս այնպիսի սխալներ, որոնք ավելի քիչ ազդեցություն կունենան վերջնական արտադրված ինտեգրալ սխեմայի վրա։ Մարդկության առանցքը գոնե այս պահին էապես պայմանավորված է այս բնագավառի զարգացումով։ Ուրեմն ցանկացած սարք, որ այսօր մեզ շրջապատում է, սկսած համակարգիչներից, կոմպյուտերներից, հեռախոսներից եւ ցանկացած կենցաղային սարքով նրանց որակը, նրանց հաջողությունը առաջի հերթին պայմանավորված է այն ինտեգրալ սխեմայով, որը գտնվում է նրանց մեջ եւ բնագավառի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է դրանով։ Ազատ ժամանակ ցավոք քիչ է մնում, բայց հոբի բնականաբար ունեմ, ինձ շատ հետաքրքիր է ծանոթանալ հետաքրքիր մարդկանց կենսագրությանը, հետաքրքիր մարդկանց պատմությանը եւ ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, նույնիսկ ոչ այդպես շատ հանրահայտ, ինչպես ցանկացած նորմալ մարդ շատ սիրում եմ լավ երաժշտություն լսել եւ այլն եւ այլն։ Իսկ ամենամեծ հոբին բնականաբար իմ թորնիկների հետ 7 թորնիկներից ցանկացածի հետ կամ միասին ազատ ժամանակ անցկացնելն է։ Մարդու առաքելությունը նա է սովորաբար մարդուն գնահատում են ոչ թե նրանով, թե ինքը ինչպես է ապրել կամ ինչ կենցաղ է վարել եւ այլն, այլ գնահատում են նրանով, թե ինքը ինչ հետք է թողել, ինչ դրական ազդեցություն է թողել այլ մարդկանց վրա։ Հայկական համալսարանը, ինչպես մինչև հիմա եղել է, հետագայում նույնպես շատ ավելի բարձր արդյունքներ կգրանցի, ինչպես բարձրակadrի զարգացման ուղղությամբ, բարձրագիտական արդյունքներ գրանցելու ուղղությամբ եւ կշարունակի բարձրացնել իր վարկանիշը, առանցնել բարձր այս պահին վարկանիշը աշխարհի առաջատար համալսարանների շարքում։